Հայկական խոհանոցի խորհրդանիշ տոլման մայիսի 24-ին կրկին կհամախմբի ուտեստի սիրահարներին, խոհարարներին, ռեստորանների ներկայացուցիչներին, այս անգամ Զվարթնոցի տաճարում։ 3 տարվա դադարից հետո կանցկացվի տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը։ Նախաձեռնության հեղինակ Սեդրակ Մամուլյանը վստահեցնում է տոնը սպասված ու սիրված է։ Ծրագիրը, ինչպես միշտ, բնականաբար տոլմաներ են պատրաստելու, բոլորը տարբեր տարատեսակներ տոլմաների, մրցույթ է լինելու տոլմաների եւ մրցելու են էլի ավանդական լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում անվանակարգերում։ Խաղարկվելու է նաեւ գլխավոր մրցանակը։ Կողք կողքի կբացվի 40-ից 50 տաղավար, այցելուները հնարավորություն կունենան համտեսելու հայկական ուտեստներ, անուշեղեններ, վայելելու գինի ու գարեջուր, այդ ամենը կուղեկցվի ազգային երգ ու պարով, ինչպես նաև տեղական արտադրանքի ցուցահանդես վաճառքով։ Ավանդական խաղերն էլ իրենց հերթին կդառնան միջոցառման ամենաուրախ բաղադրիչներից մեկը։ Եվ իհարկե այս ամենի կենտրոնում կլինի օրվա խորհրդանիշը՝ տոլման իր տարատեսակներով։ Միշտ 60-70 տեսակ ներկայացվում էր։ Միշտ։ Բոլորը հայկական։ Տեսեք, սա մի քիչ, այդ որ ասում ենք, արդեն սկսում են մարդիկ մի քիչ այլ կարծիքներ հայտնել։ Տոլման հիմքը, տոլմայի ծեծած մսից, ոչարի կամ այծի եւ խաղողի տերևով փաթաթված հիմքը սա է։ Հիմա մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս։ Բացի ոլորտի մասնակիցներից կազմակերպիչները հրավիրում են նաև տնային տնտեսուհիներին ներկայացնելու տոլմայի պատրաստման իրենց բաղադրատոմսերը։ Նախորդ անգամ լավագույն տաղավար մրցանակը շնորհվել էր Երևանի 6-րդ արհեստագործական ուսումնարանին։ Տոլմայից հավաքել էին Մարտիրոս Սարյանի Հայաստան կտավը իր ամբողջ գույնապնակով։ Միջոցառումը դարձել է նաև ազգային մշակույթն ու ավանդույթները տարածող հարթակ, սովորաբար այն ունենում է մինչև 15,000 այցելու 40-ից 50%-ը արտասահմանցիներ։ Մենք պիտի մեկտեղվենք եւ ազգային խոհանոցի այդ կարևոր կերակրատեսակը, տոնական կերակրատեսակը, ամենաազգային կերակրատեսակը զարգացնելու, տարածելու նպատակ է նախ եւ առաջ հետապնդում։ Բնականաբար նաեւ երկրում զբոսաշրջության տեսակետից գրավչություն ավելացնելու, գրավչություն ստեղծելու։ Առանձին հատվածներում կլինեն վարպետաց դասեր, իսկ ամենահավանած բաղադրատոմսերն այցելուները կարող են հենց տեղում գրանցել։ Փառատոնը կսկսվի ժամը 16:00-ին, կուղեկցվի լուսային շոուներով։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։